Պարոն Մինասյան 12 օրից Գյումրեցին կընտրի մայրաքաղաքի համար, Շիրակի մարզկենտրոնի համար ղեկավար, 9 թեկնածու կա, որոնցից մեկը նաև դուք եք, ձեր որ առավելությունների և որ արժանիքի համար պետք է Գյումրեցին ընտրի ձեզ։ Շնորհակալություն, ասեմ, Գյումրեցին պետք է գնահատի իմ անցած ճանապարհը, աշխատանքային փորձը, այն նվիրումը, որով նվիրված աշխատել եմ իմ քաղաքս, իմ համաքաղաքացիների մատուցած ծառայությունների համար, իմ մարդկային որակների համար և այդպես շարունակ։ Լավ կլիներ, որ այդ հարցը մեր համաքաղաքացիներին տայք, ովքեր առիթ են ունեցել իրենց խնդիրներով, տարբեր պաշտոններում աշխատած ժամանակ առնչվել են, հաճախ մեր այս հանդիպումների քարոզարշավի ժամանակ նաև պատահական հանդիպում են և ես հենց դա է ինձ համար ամենամեծ ձեռքբերումը իմ կյանքի, երբ որ հանդիպում են, ասում են պարոն Մինասյան, Սարիկ ջան, մենք այս հարցով եկել ենք, այսպես է կարել, ես նույնիսկ չեմ էլ հիշում, որովհետև նախկին աշխատանքային այդ աշխատանքի բերումով, երբ որ հանդիպել եմ, օրեկան 100-ին մոտ քաղաքացիների հետ շփում եմ ունեցել։ Բնականաբար հնարավոր չի բոլորին հիշել իրենց խնդիրները, բայց շատ ոգևորվում եմ և ինձ արժևորված եմ զգում, որ իզուր չեմ աշխատել, իզուր չեմ ապրել, երբ որ գովասանքի խոսքերի եմ արժանանում։ Այդպես, երբ հարցում ենք իրականացնում, քաղաքացիները արտահայտվում էին Վարդան Ղուկասյանի մասին, որ իր կառավարման տարիներին գրեթե բոլորին օգնել է, սատարել է, օգնի կանգնած է եղել քաղաքացու։ Ձեր մասին որքան էլ ձեզ համար կարող է հաճելի չթվալ, բայց այդպես չէին արտահայտվում, գուցե նաև այն է պատճառը, որ դուք ՔՊ-ն եք ներկայացնում, ինչ եք կարծում։ Չեմ կարծում, հնարավոր է դուք այնպիսի մարդիկ եք հանդիպել, ովքեր իրենց կյանքի ընթացքում առիթ են ունեցել հանդիպել Վարդան Ղուկասյանի հետ և իրենց հարցերին են 15 տարի առաջ կամ երբ հարցերին լուծում է տրվել, բնական բան է, նորմալ բան է։ Պարոն Մինասյան, դուք նշեցիք, որ հետագիծ եք ունեցել և հենց դրա համար պետք է ձեզ ընտրեն, կարող եք ասել, քանի քաղաքական կուսակցության համակիր կամ կուսակցության անդամ եք եղել։ Որևէ առաջի անգամ է եղել, այդ հարցով դիմել ենք դատարան, մեր համաքաղաքացիները նորից այսօր առիթ ունեցել եմ հարցազրույցի ժամանակ ասել եմ, նախկինում գյումրեցիները գիտեն, որ բոլորին զորով առանց իրենց տեղեկության ստիպելով անդամագրել են կուսակցությունների, նույնիսկ հենց էր նշած պարոն Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից վիրակապված մանրամասները չասեմ, բերել էին Սերժ Սարգսյանի օրոք թատրոնի դիմաց այդ մարդուն ստիպում էին, որպեսզի գովերքեր հանրապետական կուսակցություն։ Տեսանյութը կա, որ այդ մարդուն անկախ իր կամքից բերել, ասում էին, որ հանրապետականներին կողա։ Այդպիսի իշխանություն եղել, ստիպել են մարդկանց, ներկապային փաստաբանը իմ փաստաթղթերը ներկայացնում է դատարան, արդեն երևի ներկայացրել, ես չեմ դարձել, դատական իրավական դաշտում է, այդ հարցին կանդրադառնանք ավելի ուշ, ինչպես շատ գյումրեցիներ, հնարավոր է նաև այդպես է եղել, կպարզվի իրավական դաշտում է, ամեն ինչ կպարզվի, բոլորս կուսակցության անդամ չեմ եղել, եղել եմ խմբակցության անդամ, խմբակցության անդամները բոլորը իմ ընկերներն են, ես իրանց շատ սիրում եմ, հարգում եմ, մենք իրար հետ բավականին երկար ժամանակ աշխատել ենք, ընկերական մարդկային բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, մինչև այժմ շփվում ենք, մենք իրար հետ հաց ենք կերել, որը երբեք ոչ մի առիթով ես կյանքում չեմ ուրանել։ Մարուքյանը ընդդիմադիր է, հա, Նիկոլ Փաշինյանին, չնայած որ նախկինում իրենք շատ մտերիմ են և արտակարգ և լիազոր դեսպաններ։ Տեսեք, հիմա իմ շատ ընկերներից, վաղը երբ որ ես դարձա Գյումրու համայնքապետ, իմ ընկերներից մեկը նաև
դու կամ մյուս շատ մոտ ընկերը կարող է քննադատել իմ որևիցե քայլ։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում, Էդմոն Մարուկյանը քաղաքական գործիչ է, բավականին կայացած քաղաքական գործիչ է, նաև ես չեմ քննադատել այն պահը, երբ որ Էդմոն Մարուկյանը ընդունել էր վարչապետի կողմից առաջարկը եւ դարձել էր հատուկ հանձնարարություններով տեսփան, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, ով անհանգիստ է, ով անտարբեր չի մեր պետությանը, մեր պետականությանը, մեր համայնքային կյանքին, պարտավոր են իրենց գիտելիքները, իրենց փորձը ներդնել մեր երկրի ոտքի կանգնելու, մեր հասարակության համերաշխության, մեր կյանքը, համաքաղաքացիների կյանքը բարելավելու համար ես միայն կողջունեմ։ Դա պարտականություն է։ Ինչ եք կարծում, քաղաքացիական պայմանագիրը ունի այնքան ռեյտինգ, որքան 2018 թվականին եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ադրբեջանի հետ առաջիկա խաղաղության պայմանագիր է կնքվելու, ինչպես նաեւ սահմանադրությունն է փոխվելու հանրաքվեով, որին դեմ են քաղաքացիների հիմնական մասը, որքանով որ երևում է, նաեւ հարցումներ է իրականացվել։ Այս ամբողջը ձեր կարծիքով չի ազդելու ընտրությունների վրա։ Տեսեք, Գյումրու ընտրությունները վերցնել, դարձնել արտաքին հարաբերությունների կարգավորման հարց, Գյումրու ընտրությունները վերցնել, դարձնել համաշխարհային աշխարհաքաղաքական վերադասավորումների հարց, կան լրատվականներ իմ նկարը հրապարակել են Թրամփի, Էրդողանի, Պուտինի եւ այլնի հետ, ժողովուրդ չա, սա Գյումրու համայնքի ղեկավարի ընտրություններ են։ Մեր հարաբերությունները ձեր նշած պետության հետ կարգավորվելու, եթե հնարավորություն կա, որ խուսափենք պատերազմից, բնականաբար պետք է կարգավորվեն։ Ինչպես կկարգավորվեն, դա արդեն իմ որոշելու հարցը չի։ Քաղաքացիները դեմ են, չգիտեմ, այդպիսի բան կա թե չկա, դուք եք ասում սահմանադրության։ Տեսեք, ես հասկացած եմ հարցը, եթե ես դեմ եմ պատասխանատվություն կրելու եք Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումների համար, որովհետև դուք ճիշտ է ասում եք, Գյումրին ինչ կապ ունի արտաքին քաղաքականության հետ։ Միանշանակ, եթե ես դեմ լինեմ, կհայտարարեմ եւ իմ կարծիքը կհայտնեմ։ Քանի ես իմ կարծիքը չեմ արտահայտել դեմ, այսինքն չեմ ընդդիմացել, ուրեմն մինչև հիմա ես համերաշխ եմ, առաջինը։ Երկրորդ, եթե ես դեմ եմ Ադրբեջանի մնացածի հետ հարաբերություններ ստեղծելու խաղաղության պայմանագիրում ընդունելու, ուրեմն ես պետք է ունենամ այլ առաջարկ։ Ես պետք է ասեմ, եկեք, ես առաջնորդում եմ բոլորը զինվենք եւ հարձակվենք Ադրբեջանի վրա։ Որևէ մեկը, եթե որևիցե մեկը, ոչ, ես տեքստին ծանոթ չեմ, դուք էլ ծանոթ չեք, կարծում եմ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ հրապարակված չի եւ շուտ է այդ մասին խոսելը։ Երբ որ հրապարակվի, կլինեն դրույթներ, որոնց հետ անհամաձայն կլինեք դուք, ես, մեր հասարակության, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշռող մասը, ուրեմն չի ընդունվի։ Դա բնական է, բայց երբ որ մենք, տեսեք, մի բան, որը դեռ հրապարակված չի, բայց անունը խաղաղություն է եւ ասում ենք դեմ ենք, ուրեմն պետք է այլընտրանք առաջարկենք։ Պետք է ասենք մենք դեմ ենք։ Ասում խաղաղությանը դեմ ենք։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք ժողովրդի թիկունքում ոչինչ չենք անում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովրդի թիկունքում ոչինչ չենք անում եւ այդ խաղաղության պայմանագրի տեքստին կետ-առ-կետ քաղաքացիները ծանոթ են։ Օրինակ ես պաշտոնապես հրապարակված որևիցե փաստաթղթի ծանոթ չեմ։ Դուք ծանոթ եք, տեսել եք պաշտոնական փաստ։ Ահա, տեսեք, օդի մեջ խոսելու առանց փաստերի խոսելը շատ հեշտ է։ Երբ որ կլինի պաշտոնական խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակած տեքստը, միասին կարող ենք քննարկել այդ դրույթները։ Քանի որ ներկայային չկա, այսպես օդի մեջ քննարկել չեղած փաստաթուղթ կարծում եմ լուրջ չի։ Ընդհանուր Հայաստանի մթնոլորտը, քաղաքացիների մոտ
Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ վերաբերմունքը չի անդրադառնալու ձեր ռեյտինգի վրա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Ի վերջո նաև բազմաթիվ անկախ սոցիոլոգական հարցումներով ամենաառաջատար քաղաքական գործիչն է Հայաստանի Հանրապետություն։ Կապ չունի, չեմ ճիշտ ասած մանրամասն չեմ կարող ասել, երբ որ հələ զբաղված չէի Գյումրիի համայնքի խնդիրներով հետևում էին, այդ ժամանակ գիտեմ որ ամենաբարձրն է։ Տեսեք, թեկուզ 30%, բայց ամենաբարձրն է։ Իրենից հետո 5-6%, 2%, ասում են թեկուզ, օրինակ, ես օրինակ եմ բերում։ Ես չգիտեմ, չունեմ ես։ Տեսեք, ներկա պահին ծանոթ չեմ, այո, քանի որ ծանոթ չեմ, առանց փաստերի չեմ կարող խոսել։ Առաջատարը։ Ձեր նշած մարդկանցից Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից բավականի կերմնակի անգամ ավելի ռեյտինգ ունի։ Ցանկացած իշխանություն գալով իշխանության, իր ռեյտինգը մի քիչ ցածրանում է, դա բնական է, աշխարհի ցանկացած պետության ղեկավարության, տեսեք, հիմա մենք քննարկում ենք, Լիա ջան, հիմա մենք պետք է քննարկենք։ Վարչական ռեսուրս չեք օգտագործում ընտրությունների։ Ոչ։ Այս մշակութային շենքը, որ վարձակալել եք։ Այո, վարձակալել ենք օրենքի սահմանված կարգով։ Իհարկե։ Ո՞ր կետն թույլ տալիս օրենքի։ Սա մասնավոր ֆիզիկական անձի սեփականություն է, խնդրել ենք, պայմանագիր ենք կնքել, վարձակալել ենք, ինչ խնդիր կա։ Դե դիտարկումներ են անում, օրինակ ասում որ չէի կարող այս մշակութային շենքը։ Թող տադի տան մեզ։ Խոսել է հեշտ է, ախր։ 9 տեխնատու կա ընտրություններին մասնակցող եւ իհարկե բարեկարգում են ընտրություններ, բայց այնտեղ անհամար ավելի քիչ են։ Ձեզ համար մրցակից ում եք համարում։ Բոլորն են մրցակից են, բայց բոլորի միջից ինձ թվում է այդ մրցակիցների միջից Վարդան Ղուկասյանն է։ Դերպիսի տպավորություն ունեմ։ Իր կառավարման տարիներից գոհ են քաղաքացիները, թե ինչ-որ այլ պատճառ։ Քաղաքացիները իրենց քննադատականը գոհ դժգոհ լինելու տալու են մարտի 30-ին իրենց քվեարկությամբ եւ առիթ օգտագործելով կխնդրեմ, որպեսզի անտարբեր չլինեն, մասնակցեն, որովհետեւ այս ընտրությունները որոշվելու է իրենց, մեր համակարգացիների եւ նրանց երեխաների ապագա 5 տարիների ընթացքում ինչպիսին պետք է լինի քաղաքը, համերաշխ, միասնական, զարգացող, մաքուր, կառուցվող քաղաք, թե ունենալու ենք այն, ինչ այսօր ունենք։ Պարոն, երբ պրայմերիզով դուք դարձաք համայնքի ղեկավար, անմիջապես մտակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը, ասում են այսպես, խոսում են, որ դուք դժգոհել եք դեռ շրջանակներում, որ ձեզ միանգամից ստիպել է, որ մտնեք ԿՊ։ Տեսեք, ես ստիպողաբար ոչ մի բան չեմ անի, առավել ևս այս քայլս նախ ասել եմ հանրապետության վարչապետի կողմից եղել է հնարավորություն մասնակցելու որպես անկուսակցական պրայմերիզին, մեր քաղաքացիների կողմից առավել ձայները հավաքել եմ ես, որից հետո ունեցել եմ առանձնազրույց մեր երկրի ղեկավարի հետ եւ հիմա չգիտեմ կարող է ճիշտ չլինի, բայց անկեղծ պետք է ասեմ։ Այդ զրույցի ընթացքում վարչապետը մեկ միտք է արտահայտել, որ պարոն Մինասյան ընտրությունները ես համարում եմ այդ ընտրությունը կայացած եւ իմ համար սկզբունք է, որ ընտրությունները այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունում չեն կեղծվելու եւ օրինակ է բերել, որ 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ երբ որ եղել է վտանգ եւ անձնական եւ իր ընտանիքի նկատմամբ չընտրվելու դեպքում կարող է լինել տարբեր տեսակի շատ վատ ելքերով հնարավոր տարբերակներ, հորդորել է, որ որևիցե մեկ ձայն Հայաստանի Հանրապետությունում այլևս չի կեղծվելու։ Եվ այդ անկեղծ ազնիվ մոտեցումը, հարգանքը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու եւ կարծիքի հետ հաշվի նստելու այդ սկզբունքը հաշվի առնելով ես համաձայնվել եմ, որպեսզի անդամագրվեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Անկեղծ եմ ասում, սա առաջին անգամ եմ հրապարակում արտահայտվում։ Այսինքն ձեզ առաջարկել են, ոչ թե դուք եք առաջարկել։ Ես նաև եղել է առաջարկ, ես համաձայնվել եմ։ Ես ասեցի ինչի համար եմ անում։ Այդ ազնիվ, անկեղծ մոտեցման Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքի հետ հաշվի նստելու մոտեցումը հաշվի առնելու պատճառով։ Կարծիքով պրայմերիզի մյուս անդամները ինչու, օրինակ պատգամավորները ինչու առաջատար դիրքերում չհայտնվեցին։ Ասեցի, ես նախկինում այնպիսի պաշտոններ եմ զբաղեցրել, որ գյումրեցիների հետ անմիջական շատ շփումներ եմ ունեցել եւ համայնքապետարանում, Գյումրու քաղաքապետարանում 4 տարի ու կես աշխատել եմ ամենաբարդ, այսպես ասեմ։ Ծանոթ չէին իրենց, դրա համար չընտրեցին։ Նաև այդ կարող է լինել։ Ժուժ ջան, ինչպիսի բարդ հարցեր եք տալիս։ Դավիթ Արուշանյանը իմ ընկերն է, եղել է առողջ մրցակցություն, գյումրեցիները, ասենք 40 ցայնով մոտավորապես ավել ես եմ հավաքել։ Հիմա շատ լավ ընդունել է, հենց հիմա իմ նախընտրական շտաբը ղեկավարում է պարոն Արուշանյանը, շատ լավ կազմակերպված, գնում ենք առաջ դեպի մարտի 30, Դավիթ Արուշանյանի հետ կիսելու է մեր հաղթանակը։